Իսկ դու գիտես, որ երկնքում հարսանիք է լինելու, երկնքում հարսանիք է սպասվում։ Եվ դրա մասին գրված է Աստվածաշնչում գառան հարսանիքը։ Իսկ դու գիտես ով է գառը։ Գառը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստծու գառը, որ մորթվեց եւ իր արյունը թափվեց եւ նրա արյամբ փրկության պարգև ստացավ ողջ աշխարհը, բոլոր մարդիկ, ողջ մարդկությունը։ Եվ ես հիմա փրկության մասին չի որ խոսելու եմ Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած, այլ գառան հարսանիքի մասին, սակայն այս կողմից սպասման իմաստով, սպասման կողմից Հիսուս Քրիստոսի զավակները ողջ աշխարհում սպասում են իրենց ամենամեծ երազանքին։ Գիտեք որն է դա։ Մենք սպասում ենք, որ շուտով մենք հանդիպելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ նրան տեսնելու ենք դեմ առ դեմ, մեր աչքերը նայելու են նրա դեմքին, մենք տեսնելու ենք նրան մեր դիմաց կանգնած, մենք հանդիպելու ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին երկնքում, ողջ առանց մահանալու, մեր մարմինները մահ չեն տեսնելու, մեր մարմինները փոխակերպվելու են մի ակնթարթում, դառնալով երկնային մարմիններ, բարձրանալու են երկինք եւ դա կոչվում է եկեղեցու հափշտակություն։ Բոլոր քրիստոնյաները, իրական Հիսուսի զավակները նրա եկեղեցին են, նրա հարս եկեղեցին են։ Մենք Հիսուս Քրիստոսի հարսն ենք եւ նա փեսան է։ Եվ երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա իր հարսին տանելու, մենք կհանդիպենք մեր Տիրոջը երկնքում եւ նրա հետ կգնանք իր թագավորություն, որտեղ որ մեզ սպասվում է ողջ տիեզերքի միակ բացառիկ ամենակարևոր հարսանիքը, գառան հարսանիքը։ Հիսուս Քրիստոսը կտանի իր հարսին երկրի վրայից եւ նրա թագավորությունում կլինի հարսանիք մեծ խնջույք։